Թիվ 0039 կոտորակ կազմության գործով պաշտպան Սահակյանի կողմից նախագահ ղեկավար Հակոբյանի ներկայացված ինքնաբացառ հայտնելու մասին միջնորդությունը մեր Շտաբության բրիգադան եկել էր դատարան, ես անձամբ զրուցել եմ բժշկի հետ և վերջինս հայտնեց, որ քանի որ Ամբաստանյան Գիչյան, Խաչատուր Գիչյանը ստենդավորվել է և դրանից հետո ժամանակի դեղորայքներ չի ընդունել, այդ պատճառով սրացումները առաջացել նրա մոտ և անհապաղ պետք է տեղափոխվի հիվանդանոց ստացիոնար և համապատասխան բժշկի կողմից, Միքայել Ափինյանի կողմից դատարանին է ներկայացվել համապատասխան տեղեկան, որ հիվանդը Գիչյան Խաչատուրի հանգածվում է կրծքավանդակի սեղմող բնույթի ցավից, որը սկսվել է առավոտյան և աստիճանաբար ուժեղացել է։ Հիվանդի ցավը նմանեցվում է ստենդավորումի ժամանակ ունեցած ցավի։ Հիվանդը մոտ 10 օրից ավելի չի խմել Պլավիքս դեղորայք։ Հիվանդի առավել վերը հաշվի առնելով վերը շարադրվածը ախտորոշում է անկայուն ստենոկարդիա սուր կորոնար համախշանիշ։ Ախտորոշումը վերջնական ճշտելու համար նպատակահարմար է գտնում հիվանդին տեղափոխել ստացիոնար հիվանդանոց։ Վերջինս հաշվի առնելով հիվանդը չի կարող մասնակցել դատական նիստին։ Միքայել Ափինյան և ներկապային արդեն Գիչյանի տեղափոխել են նոր մասիժի հիվանդանոց։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր այս պահին Գիչյան Խաչատուրը ներկա չի դատական նիստին, առանց Ամբաստանյանի բացակայության գործի քննությունը չեն կարող շարունակել, հետևաբար այսօրվա նիստը հետաձգում է հաջորդ չորեքշաբթի օրը 2017 թվականի հուլիսի 19-ին ժամը 15-ին քանի որ ես ներկայացել եմ որպեսզի լինեմ Գիշյանի պաշտպանը, սակայն մինչև այս պահը այդ հնարավորությունից չէր ձեռնվել։ Հենց այս պահին կխնդրեի, որպեսզի ինձանից վերցնեք որոշումը հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի, մանավանդ որ պաշտպանյանս փաստորեն վատառողջ է, ես պետք է կարողանամ նրան անմիջապես տեսակցել, որպեսզի դատարանը նաև հնարավորություն ունենա ինձ համապատասխան որոշում տա, որ ես եմ նրա պաշտպանը, ուստի այս պահին ես կարծում եմ, այսպես ասած ներգրավման հարցը պետք է նստի։ Թեև նա դատարանում չէ, սակայն ես ցանկանամ, որպեսզի որոշումը ինձանից դատարանը վերցնի։ Այս որոշումը վերցնենք, այդ դեպքում կարող ենք այդ որոշումը ընթացքալ այս պահին։ Եվ մեր Գիչյանը ստեղծի։ Դրություն է անհրաժեշտ, որպեսզի ես նրան կարողանամ քրեակատարողական հիմնարկում տեսակցել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դուք ցանկանում եք տեսնել, տեսակցել, համապատասխան գրություն դատարանը ձեզ կտրամադրի նախնական տեսքով, իսկ երբ որ հաջորդ դատական նիստի ներկա գտնվի, նոր որոշում կներկայացնի, քննարկվի, որպեսզի անտեղի ձգձգումներ ավելի լավ, անտեղի ձգձգումներ չլինի, որպեսզի դուք էլ կարողանաք կողմնորոշվել։ Հետո ես կխնդրեմ, որպեսզի այդ որոշումը ինձ տրամադրի։ Եվ շատ, այդ դեպքում նիստը հետաձգում է մինչև ամսի 19 հուլիսի 2016 Գարնիևյան, հայտարարություն, մի րոպե։ Մի դեպքում, որ Արայիկ Անդոյանը, Գագիկ Եղիազարյանը այստեղ չէ, դատական նիստը շարունակվում էր, իմ պաշտպանը այստեղ չէ, դատական նիստը շարունակվում էր, հիմա ներկա պահին Խաչատուր Գիշյանի ասացությունը բանացավ, չեմ համարում, որ ոչ հարգելի, իրակից հարգելի պատճառ է, որպեսզի դատական նիստը ձգվի, բայց մի կողմից չեմ հասկանում, թե ինչու որ Գագիկ Եղիազարյանի ներկայությունը չեք ապահովում և չեք ապահովում հաջորդ դատական նիստի դուք եք շարունակել, դեպի Խաչատուր Գիշյանի ճանապարհով գնալու եք։